Լիլիթի հեռախոսազանգը հնչում է որպես տագնապալի ահազանգ, որը վերջնականապես խառնում է բոլոր խաղաքարտերը։ Լարված ու անհանգիստ ձայնով նա Սոնային հայտնում է ամենասարսափելի լուրը։ Հենց այսօր երեկոյան մի քանի ժամից Հայկը պատրաստվում է մեկնել օդանավակայան և անվերադարձ հեռանալ երկրից։ Սոնան քարանում է, չհավատալով իր ականջներին։ Գիտակցելով, որ հաշված րոպեներ են մնացել, նա խուճապահար վազում է դեպի Նարեի ննջասենյակ։ Դուռը բացելով նա փորձում է խոսել, բայց հենց որ արտասանում է Հայկի անունը, Նարեն կտրուկ ընդհատում է նրան։ Թաքնվելով իր կեղծ հպարտության և վիրավորանքի պատի հետևում, Նարեն դառնությամբ հայտարարում է, որ իրեն բացարձակապես ոչինչ հետաքրքիր չէ այդ մարդու հետ կապված, բայց Սոնան ժամանակ չունի նրա կամակորությունները լսելու։ Նա ուղիղ, առանց նախաբանի դեմքին է շպրտում դաժան ճշմարտությունը։ Հայկը ընդմիշտ հեռանում է։ Նարեի դեմքից վայրկենապես անհետանում է արհեստական սառնությունը։ Նա զարմանքից ու սարսափից քարանում է, իսկ աշխարհը նրա շուրջը կարծես դադարում է պտտվել։ Սոնայի հեռանալուց հետո Նարեն մնում է մենակ, դեմ առ դեմ իր ամենամեծ վախի հետ։ Նա գիտակցում է, որ հիմա կամ երբեք, եթե նա հենց այս վայրկյանին չգործի, կկորցնի իր կյանքի միակ սիրուն և իր չծնված երեխայի հորը։ Դողացող ձեռքերով նա վերցնում է հեռախոսն ու արցունքները խեղդելով ձայնային հաղորդագրություն է ուղարկում Հայկին։ Այդ նույն ճակատագրական վայրկյաններին իր սենյակում Հայկն արդեն փակել է ճամպրուկները։ Լսելով հեռախոսի ձայնը նա միացնում է հաղորդագրությունը։ Նարեի հուզված, խզված ձայնն ասում է, որ ինքը ստիպված է այսքան կարևոր լուրը հայտնել հեռախոսով։ Սակայն ճակատագիրը դաժան խաղ է խաղում։ Հենց այս ամենակարևոր, ամենավճռորոշ պահին սենյակ է մտնում Միքոն ու շտապեցնում եղբորը, հայտնելով, որ մեքենան արդեն ներքևում սպասում է։ Հայկը խճճված իր ցավի ու հիասթափության մեջ անջատում է հեռախոսը, այդպես էլ մինչև վերջ չլսելով Նարեի կյանքի ամենակարևոր խոստովանությունը։ Նա վերցնում է ճամպրուկներն ու ուղևորվում օդանավակայան։ Իսկ Նարեն, նայելով հեռախոսի էկրանին և տեսնելով, որ Հայկը լսել է հաղորդագրության սկիզբը, բայց ոչ մի բառ չի պատասխանել, խելագարվում է անորոշությունից։ Նա հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ, որ հնարավոր է Հայկը չի հասկացել կամ լրիվ չի լսել ամենագլխավորը։ Առանց երկար մտածելու Նարեն գաղտնի, ոչ մեկին ոչինչ չասելով դուրս է վազում տանից և շտապում օդանավակայան, իր սեփական ձեռքերով իր ճակատագիրը փրկելու համար։ Մինչդեռ Ադամյանների տանը սկսվում է իսկական իրարանցում։ Տանեցիները խուճապի են մատնվում, չգտնելով Նարեին և չհասկանալով, թե ուր կարող էր անհետանալ նա։ Եվ հենց այս պայթյունավտանգ իրավիճակում դռան շեմին հայտնվում է Արմոն։ Օգտվելով Նարեի բացակայությունից նա կատարում է իր ամենաստոր ու դիվային քայլը։ Կանգնելով բոլորի դիմաց, Արմոն անամոթաբար ամենայն լրջությամբ հայտարարում է, որ Նարեն հղի է և այդ երեխայի հայրը հենց ինքն է։ Սենյակում քար լռություն է տիրում, բոլորը զարմանքից ու շոկից անշնչանում են։ Արմոն այնքան վստահ, այնքան համոզիչ է խաղում իր դերը, որ տանեցիները բնականաբար ընկնում են նրա ծուղակն ու հավատում այս ահավոր ստին։ Բայց մինչ դժոխքը տիրում է իր հայրական տանը, օդանավակայանի բազմամարդ սրահում կայանում է այն հանդիպումը, որին մենք բոլորս այդքան երկար սպասել ենք։ Վերջին վայրկյանին, երբ Հայկն արդեն պատրաստվում է անցնել գրանցման կետը և ընդմիշտ թողնել անցյալը, Նարեն շնչակտուր գտնում է նրան։ Նրանց հայացքները հանդիպում են։ Նարեն արցունքներն աչքերին նայում է իր միակ սիրուն և այլևս ոչնչից չվախենալով արտասանում է. «Մենք բալիկ ենք ունենալու»։ Այս մի քանի բառերը քանդում են Հայկի կառուցած բոլոր պատնեշները, մաքրում են ողջ ցավն ու վիրավորանքը։ Նա այլևս ոչ մի տեղ չի հեռանում։ Նրանք ամուր գրկախառնվում են, վերջապես գտնելով իրար ու հաշտվելով։ Սիրելի հետևորդներ, այս սերիան իսկական հույզերի հրաբուխ է, բայց միթե ամեն ինչ այսքան հարթ կավարտվի։ Ինչ եք կարծում, երբ Նարեն ու Հայկը երջանիկ վերադառնան տուն, ինչպես կբախվեն Արմոյի հորինած այդ հրեշավոր ստի ու ընտանիքի զայրույթի հետ։ Արդյոք Սաքոն կհավատա Նարեին, թե Արմոյի թույնն արդեն հասցրել է մթագնել բոլորի ուղեղները։ Անպայման գրեք ձեր տեսակետներն ու սպասելիքները մեկնաբանություններում։ Ձեր ակտիվությունը մեզ համար շատ կարևոր է։